Բարի երեկո ֆուտբոլասերներին, տևական դադարից հետո վերսկսում ենք պրոֆուտբոլ հաղորդաշարը, սկսում ենք նոր ձևաչափով, նոր ֆորմատով եւ նորացված պրոֆուտբոլի Անդրանիկ թողարկման հյուրը Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, հայկական ֆուտբոլի լեգենդար անձնավորություններից Արտուր Єդիգարյանն է։ Ողջույն Արտուր, շնորհակալ ենք, որ ժամանակ հատկացրեցիր մեզ, ժամանակ տրամադրեցիր մեզ եւ հյուրընկալել ես մեր տաղավար։ Ողջույն Սեն ջան, նախ շատ գեղեցիկ տաղավարում են գտնվում, երկրորդն էլ շատ հաճելի է, որ վերսկսում ես պրոֆուտբոլ հաղորդաշարը, ինչը շատ սիրված է եղել երկրպագուների կողմից։ Իմիջիայլոց մենք գտնվում ենք Պուշկինի 60 հասցեում, Beatles Pub-ում, Երևանի երևի ամենահին փաբերից մեկն է։ Արտժան, միանգամից անցնենք գործին, նախ ոնց են գործերը, ինչպես ես։ Փառք Աստծո, աշխատում եմ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում 2010-2012 թվականների երեխաների ծնվածների հետ։ Դժվար չէ տարիքային տղաների հետ։ Կարելի ասել արդեն որոշակի փորձ ունեմ, ընդհակառակը շատ հաճելի է աշխատել երեխաների հետ, հետաքրքիր է իրենց հոգեբանությունը հասկանալ։ Մենք փորձում ենք կրթել, սովորեցնել երեխաներին տեխնիկա, տակտիկա, այդ վարդությունների միջոցով փորձում ենք իրենց պատրաստել, որպեսզի իրենք դառնան լավ ֆուտբոլիստներ, բայց առաջնայինը որ շատ կարևոր է իրանք դառնան լավ մարդիկ։ Միանշանակ համաձայն եմ նաև գիտակցում ես, որ այդ տարիքային թիմերի հետ, այդ տարիքի տղաների, երեխաների հետ առաջներտին դու որպես ոչ թե մարզիչ, այլ դասերակ պետք է լինես։ Բայց ուզում եմ հասկանամ նաև տակտիկա այդ տարիքային թիմերի հետ։ Տակտիկա 2010 թվականների հետ արդեն տակտիկա պետք է աշխատել տակտիկայի վրա, որտեղ 1-10 են խաղում, իսկ 2012 թվականների հետ 1-7 են խաղում, տակտիկա, ավելի շատ տեխնիկա, տեխնիկա, տակտիկա, տենց է կոչվում, բայց ավելի շատ տեխնիկայի վրա ենք աշխատում, վարդություններ, կվադրատներ, խաղ, հիմնականում խաղ, վերջում խաղ են խաղում, որպեսզի խաղի միջոցով ֆուտբոլը գեղեցիկ է գոլով։ Իհարկե, որտեղ ֆուտբոլային Իտալիայում օրինակ մինչև 12 տարեկան արգելվում է տակտիկա բառը նույնիսկ օգտագործել, այնտեղ մոտապես սկզբունքը գնդակ տշոցի։ Մենք ունենք հատուկ ծրագիր, որ ծրագրով ենք աշխատում, հիմնականում սկսում է կոորդինացիայի վարդություններով, ստաբիլիզացիայով, հետո փոխանցման վարդություն, կվադրատ, վերջում խաղը շատ կարևոր է, որպեսզի երեխաները այդ ֆուտբոլի հաճույքը զգան։ Գուցե հեռուստատիտողներից ոմանք չգիտեն, Արտժան, շատ հայտնի ֆուտբոլային դինաստիա է ներկայացնում, շատ հայտնի, քո մորական պապին Ֆելիքս Խորենովիչն է, լեգենդար անձնավորություն, ընկեր Վերանյանը, այսպես ասեմ, սպորտի վարպետ, ԽՍՀ վաստակավոր մարզիչ, քո քերին Էդուարդ Վերանյանն է, իմ մանկության տարիների լավագույն ու իմ ամենասիրած ֆուտբոլիստներից մեկը։ Այդ տղան Խորեն Վերանյանը Ավան ակադեմիա ձեր մարզիչներից է, էլի շատ հարգված, սիրված անձնավորություն, հայրը Գեգամ Єդիգարյանն է Աբովյանի կոտայքում երկար տարիներ խաղացած, ընդ որում, եթե չեմ սխալվում, դեռ 45 տարեկանում ֆուտզալի պոլիտեխնիկում էր խաղում։ Ճիշտ է։ Դե եղբայրդ Արտակ Єդիգարյան ու հիմա էլ 3 երեխա ունես, տղայի տանը Լեո, այսինքն դա ուզում հասկանամ Մեսսի պատվին է, թե ուղղակի որ ֆուտբոլային շունչը շարունակվի, ֆուտբոլային դինաստիան պետք է շարունակվի։ Չէ, Մեսսի պատվին չի, ուղղակի որ ծնվեց որդիս, կնոջս հետ որոշել ենք, որ անուն Լեո դնենք, բայց դա լոզունգ չի, որ ինքը դառնալու է ֆուտբոլիստ, ես կուզեմ, որ ինքը ընտրի իր մասնագիտությունը, ինչը շատ կարևոր է։ Եթե կուզի ֆուտբոլի մեծ հաճույքով ես կընդառաջեմ։ Պապիկս, սկսեմ պապիկիցս էլի, պապիկս շատ խորհուրդներով իր մեզի ինձ եղբայրներից շատ օգնե ֆուտբոլային հարցերում, ուղղակի ինքը շուտ մահացավ, ոնց որ չտեսավ այդ մեր լավագույն տարիները, խաղերը, հիշում եմ պապին ձեռքներս բռնած տանում էր մարզումների, այն ժամանակ Արատի, Երևանի Արատի Արկադի Անդրեսյանի օգնականներ, հիշում եմ ինչպիսի ֆուտբոլիստներ էին խաղում, իսկական ֆուտբոլային գայլեր, ես տենց եմ անվանում իրանց, Հարություն Աբրամյան դարպասապային եմ հիշում,
Ալիկ Թաթևոսյան, Աղվան Մկրտչյան, Արշակ Ամիրյան, Էմիլ Մեսրոպյան, Կարեն Բարսեղյան, Արան Նիկոյան, կարելի ասել գազան սաստավ էր էլի։ Արդ, իսկ կապ ունեցել է, որ հանրապետական ստադիոնի հարևանությամբ եք ապրել։ Եթե, ասենք, ստադիոնից հեռու լինեիք, ինչքանով ֆուտբոլից հեռու կլինեիք կամ հակառակ։ Սեն ջան, ճիշտ ասած, այդ տարիները, որ մենք, չգիտեմ, մեծացել ենք, երեխաները բակում շատ էին ֆուտբոլ խաղում, ու մենք բակից տուն չէինք գալի։ Իմ հայրն ու մայրը, եղբորս հազիվ էր տուն բերում, էլի։ Մի ձև, որ միշտ օրը դասի գնանք, պատրաստվում ենք դասերի, իհարկե կապ ունեցել է, այնտեղ մոտակայքում դաշտ կար, հայրս միշտ տանում էր ասֆալտի, մենք համարյա խաղացել ենք ասֆալտի, փոշու, ավազի վրա, որտեղ որ պարապում էինք Փյունիկում էլ։ Լավ, իսկ 6 տարեկանից սկսել ես մարզվել, առաջին մարզիչիդ հիշում ես։ Ինքը Ղազանչյանն է, որը ինձ ֆուտբոլային այբուբենն է սովորեցրել, իհարկե հիշում եմ, շատ լավ հարաբերությունների մեջ ենք հիմա, թե զանգում եմ հարցնում իր առողջական վիճակը, թե խորհուրդներով իրար կարողանում ենք օգնել։ Ու 2004 թվականին հանդիսանալով Փյունիկի սան համալրեցիր Երևանյան ակումբի Հայաստանի Հանրապետության առհասարակ ամենատիտղոսակիր թիմի շարքերը։ Քո համար ինչ է Փյունիկը, քո ներսում ինչ տեղ ունի։ Փյունիկը իմ համար իմ առաջին ակումբն է, իմ համար ինքը ինձի կարիերա է բացել, որպեսզի ես կարողանամ խաղալ թե ազգային հավաքանում, թե այլ երկրներում, ես Փյունիկին մի բառով կբնութ կհագնեմ, ինքը իմ համար, չգիտեմ, մեծ ակումբ է։ Մեր ժամանակ ես աշխատեցի Արմեն Գրիբդաղյանցի հետ, իմ կարիերայի հիմքը ինքը դրեց, այսինքն ինքը սովորացրեց այն տղեկին, կոպիտ անչում, բայց ելի եմ ասում, պաստ ալ, հարված անել, էդի մանուկները, որը պետք է բարձրանձանվի, այդ մարդկանց միշտ պետք է հիշվի, հիշել, որտեվ այն ոսկե սերունդը, որ եղավ ազգային հավաքանում, դա Արմեն Գրիբդաղյանցի շնորհքն է։ Այնուհետև սկսեց քո ճանապարհորդությունը ԱՊՀ հանրապետություններով, սկզբում Խիմկի, Հովերլա, Ալմատի Կայրա, Դինամո Մինսկ։ Լավ հիշում եմ Արմեն Գրիբդաղյանցից հետո գլխավոր մարզիչը Վարդան Մինասյանն էր եւ առաջարկ ստացա Պարսկաստանից։ Առաջինը ինքը ընդառաջեց, որ ես անպայման գնամ խաղամ այնտեղ, որտեվ մի քայլ ավել էր իմ համար դա։ Եվ համաձայնության եկան պարսկական ակումբի հետ եւ գնացի խաղացի, հետո հիշում եմ 2010 թվականն էր հետ եկա ու Խիմկից առաջարկ ստացա, գնացի Խիմկի, կես տարի խաղացի, Տարխանովներ մարզիչը թե Դալմատովն էր, հետո Տարխանովը, բայց իմ բանն էր, ինքը Զադաչյանն էր, որ մենք մնայինք առաջի խմբում ու ստացվեց մեր մոտ այդ կատարել առաջադրանքը, հետո հետ եկա բանից խաղացի կես տարի Ռաֆայել Նազարյանն էր մարզիչը, այդ ընթացքում խաղում էի արդեն հավաքական, Վարդան Մինասյանն էր հավաքականի գլխավոր մարզիչը, 2011 թվականին տեղափոխվեցի Ուժգռոդի Գովերլա, Եղիշե Մելիքյանից առաջարկ ստացա, այնտեղ էր ինքը խաղում, մարզիչի հետ խոսացել էր, որ Ալեքսանդր Սևիդովը, որ այսպիսի ֆուտբոլիստ կա, նայենք ուզես ու հավանել էին, ուզել էին, գնացի այնտեղ մի տարի Ուկրաինայի առաջնություն խաղացի։ Ինձի հոգեհարազատ առաջնություններ եմ խաղացել, կարելի ասել, համ ֆիզիկապես պինդ առաջնություններ ա եղել, համ էլ ուժային ավելի շատ ֆուտբոլ ա եղել։ Դրանից հետո առաջարկ ստացա Ղազախստանի Կայրաթից, որը մեծ անուն ունի, մեծ պատմություն ունի։ Ու մարզիչն էլ շատ բարձրակարգ։ Մարզիչներ մենք խաղացել ենք Սլովակիայի դեմ, երկու անգամ էլ հաղթեցինք։ Ինքը դեռ 2010 թվականն էր ինձ ուզում, 2010 թվականի, եթե չեմ սխալվում, ինքը եղել է Սլովանի մարզիչը։ Ինչ-ինչ պատճառներով չստացվեց, բայց հետո ստացվեց իր հետ աշխատեցինք, ինքը ավելի շատ նման է հայերին, հայկական հոգեբանություն ունի, շատ է սիրում հայերին ու շատ կապված է հայերի հետ։ Իսկ այն կարծրատիպը, որ մեր տղերքը, մեր ֆուտբոլիստները դրսում չեմ ուզում ասեմ կաշխանդված են,
ներկայանում, բայց ամեն դեպքում չեն կարողանում բացվել լիարժեքորեն։ Բացառությամբ 1-2-ի կարելի ասել, մոտավորապես մեքսիկական մոդելը, մեքսիկացի ֆուտբոլիստ, մեքսիկացի լեգիոները տարի դառնում է ավելի sense էկզոտիկ երևույթ, որտեվ նրանք սիրում են ներսում խաղան։ Սեն ջան, իմ կարծիքով ես առաջնային եմ, որ դու պետք է պրոֆեսիոնալ լինես, պետք է չնայես մարզիչովը, քո թիմակիցովը, դու պետք է գլուխդ կախ աշխատես, սպասես քո շանսին ու քո շանսը օգտագործես։ Որտեվ ես հիշում եմ առաջի անգամ 2007 թվականին ես էի մնացել մենակ առաջի խմբում, բոլոր տղաները արդեն բարձրացել էին բարձրագույն խումբ, խոսքը Հենիկ Մխիթարյանի, Կարլեն Մկրտչյանի, Գևորգ Ղազարյանի, ես սպասում էի իմ շանսին, որ երբեմն ես խաղալու բարձրագույն խմբում, ու առաջի խաղս Սամվել Պետրոսյանը ինձ վստահեց, Կիլիկիայի դեմ խաղին 1-1 էր հաշիվը եւ ես առաջի անգամ դուրս եկա խաղադաշտ, 3-1 հաղթեցինք ու խաղում էի Արտուր Օսկանյանի եւ Ռաֆայել Նազարյանի կողքին, մեծ փորձ ունեցող տղաներ էին։ Դրանից մի շաբաթ հետո հրավիրվեցի արդեն 21 տարեկանների երիտասարդական հավաքական ու նորից մեկնական կազմում ու հաղթեցինք Նորվեգիային ու կարելի ասել իմ կարիերան կամաց շարժվում էր առաջ։ Ես սպասում էի իմ շանսին, բայց կարող էր այդ շանսը չգար։ Ամեն ինչ հնարավոր է ֆուտբոլում, էլի ֆուտբոլը այդպես անկախատեսելի է։ Արժան, հիմա մինչ հավաքականին ու մյուս հետաքրքիր թեմաներին անդրադառնալը, արի իրար հետ մի ֆուտբոլային վիկտորինա անցկացնենք մեր ֆուտբոլասեր հեռուստատողի համար։ Մենք հիմա լուսագրով հարցը կներկայացնենք հեռուստատողների համար, որպեսզի ավելի ընթերցելի ու հասկանալի լինի։ Խնդրում եմ մեր առաջարկված հարցին արդեն պատասխանել YouTube-յան մեր այս հաղորդաշարի տակ կոմենտի տեսքով։ Իսկ առաջինը ճիշտ պատասխանած մասնակիցն էլ ուրեմն կպարգևատրվի ահա այսպիսի արժեքավոր նվերով Կադիս Վարազդատ Հարոյան, ճիշտ է, մեր Հայաստանի ազգային հավաքականի հավաքը հեռացավ իսպանական ակումբից, բայց կարծում եմ նվերի համար սա բավականին արժեքավոր նվեր է եւ այս մարզաշապիկից եւ նմանատիպ մարզաշապիկներ Mundial Jersey Facebook-յան եւ Instagram-յան էջով արդեն լուսագրով ձեր էկրանին են։ Փնտրեք, գտեք, դուք նույնպես ունեցեք։ Հարցը լուսագրի տեսքով արդեն կներկայացնենք, պատասխանները գրեք YouTube-յան արդեն մեր ալիքի ներքևում կոմենտի տեսքով։ Հավաքականում 41 հանդիպում ես անցկացրել, առաջինը բելարուսների հետ Մալթայում դեռ կայացած ընկերական հանդիպումներ, վերջինը արդեն 7 տարի անց ալբանացիների հետ, ուզում եմ ամենատպավորիչ հանդիպումը հիշես։ Երևի ամենատպավորիչը այստեղ Մակեդոնիայում որ հաղթեցինք 4-1 հաշվով, որտեղ միշտ կրկնեմ, դրանից հետո ամենակարևոր խաղերից մեկն է, գնալու ենք Դուբլին, եզրափակիչ էր։ Բայց շատ հիշարժան խաղեր ա եղել, դրսի Սլովակիան, դրսի Դանիան, դրսի Չեխիան, համենը դրսի բոլոր հաղթանակներ շատ տպավորիչ ա եղել, բայց էլի կնշեմ Մակեդոնիան, որ շատ կարևոր հաղթանակ տարանք ու գնում ենք եզրափակիչի հետևից։ Իսկ օրինակ վերջերս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շատ պատվով եւ շատ ճոխ նշեց մեր ֆուտբոլի ֆեդերացիայի 30-րդ տարեդարձը ու հայտնի հյուրեր, ճոխ միջոցառումներ ու նաև ձեզ եւ ձեր ծերունդի մի շարք ֆուտբոլիստերի խաղադաշտ վերադառնալու եւս մեկ անգամ հանրապետականի ստադիոն, հանրապետականի խոտածածկ մտնելու եւ ներքևից արդեն տրիբունաներ նայելու sense բացառիկ հնարավորություն տվեց։ Ուզում եմ հասկանամ 7 տարի անց հանրապետական ստադիոնում հավաքականի մարզաշապիկով ինչ ապրում է։ Իհարկե շատ հաճելի է, նախ շնորհակալություն ֆուտբոլի ֆեդերացիային, որ այսպիսի միջոցառումներ է կազմակերպում ու հիշում է այդ ֆուտբոլիստներին, շատ կարևոր է, շատ գնահատելի է։ Շատ հաճելի էր, շատ լավ զգացումներ էր, կարոտել էինք մեկս մյուսին։ Չգիտեմ, հիշեցինք, ասացինք, խոսացինք, խնդացինք, այդ ամենը հիշվեց։ Իսկ ամենամեծ սուտը որն է եղել, որ քո մասին լսել ես։ Չեմ մոռանա կյանքում, որ
Ռոսիա վնասված ստացավ ու գրել էին ինձի սնայպերով պետքա խփել տան։ Այդ սուտի մասին դե սուտ էր, նու չի հավատա էլի, որ հակահավատայի գերմանացիքից, բայց շատ դժվար կլիներ ինձի սնայպերով խփեին էլի։ Դե ուզում առանց երկար բարակ մտածելու պատասխանես, Ռեալ թե Բարսա։ Բարսա։ Որն է ամենասիրածդ ֆուտբոլային թիմը։ Բարսելոնա։ Մեսսի թե Ռոնալդո։ Մեսսի։ Իսկ ով է ֆուտբոլի արքան։ Պելեն բնականաբար։ Ում հետ կուզենայիր քո կարիերայի ընթացքում խաղացած լինեիր։ Չավի։ Շիկահերներ թե սևահերներ։ Երկուսն էլ։ Եվ տեղյակ ես, որ մենք շուտով նաև ձեր տանը նկարաններ ունենք, կնոջդ ենք հյուր ենք արվելու Գայանեին, ու բոլորը գիտեն մեր ընկերության մասին, քո ընտանիքին շատ լավ եմ ճանաչում, շատ սիրում հարգում եմ ու ուզում եմ պատմես այն ամենամեծ խենթությունը, որ երբևէ արել ես կնոջդ համար։ Քիչ դժվար է, հիշելը, դե մենք ճիշտ ասած 10 տարի միասին ենք սովորել, դժվար հարց տվիր էսի, քրդենելու հարց տվիր։ Արտուրը Եդիգարյան չհիշեց ինչպիսի խենթություն ա քեզ համար արել, գուցե դու հիշես։ Իմ կարծիքով ամենամեծ խենթությունը, որ Արտուրը արել է, դա Սերբիայի հետ կոնտրակտ ուներ 1 տարվա, ես 2 աղջիկների հետ ու հղի։ Երևի 6-7 ամսական արդեն բավականին մեծ փորիկով գնացի Սերբիա, հենց հասանք իրան, չկարողացա հույզերը զսպել ու սկսեցի լաց լինել։ Արտուրը այդ ամեն ինչը տեսնելով խաղի էր, գնաց խաղին, հետ եկավ, մենք արդեն սենց տեղավորվել ենք տանը հանգիստ, ամեն ինչ, չգիտեմ, պետքա 2-3 ամիս մնայինք մոտը, վերադառնենք տուն, եկավ, ասեց կոնտրակտը խզել եմ, գնում ենք հետ միասին։ Իմ կարծիքով դրանից առավել երևի ոչինչ չի եղել։ Դու ֆուտբոլ սիրում ես, թե քո ֆուտբոլի նկատմամբ սերը սկսվում ու վերջանում Արտուրով։ Միանշանակ երկրորդ տարբերակը։ Ֆուտբոլով հետաքրքրվել եմ այն ժամանակ, երբ որ արդեն հետաքրքրություն ունեի Արտուրի նկատմամբ, իսկ մինչեդ Արտուրի հետ դասընկերներ ենք մենք եղել, նայում էին խաղերը, որտեղ որ Արտուրը պետքա խաղար։ Ղազախստան, Ուկրաինա, Պարսկաստան, Սերբիա, Ռուսաստան, աշխարհագրությանը դու ոնց ես դիմացել, այսքան տեղափոխություններ, կբացատրես քո ուժեղության գաղտնիքը։ Անկեղծ ասած, ի սկզբանե, երբ որ Արտուրի հետ ընկերություն սկսեցինք անել, ես երբևէ չէի մտածում, որ այտենց մեծ աշխարհագրություն կարող է ունենանք միասին։ Նշանվելու հենց հաջորդ օրը Արտուրը մեկնեց Պարսկաստան ու այդտեղ արդեն ամեն ինչ սկսվեց։ Պարսկաստանից վերադարձավ, ամուսնացանք ու միասին գնացինք, հետո արդեն երբ որ ընտրել ես այդ կատեգորիայի մարդ, որը պետքա շրջագայի, ինձ թվում է ավելի ճիշտ տարբերակը նրա կողքին լինելն էր։ Ֆուտբոլիստի կին լինելը դժվար է եւ ինչ խորհուրդ կտաս բոլոր այն աղջիկներին, ովքեր պատրաստվում են դառնալ ֆուտբոլիստի կին։ Իմ կարծիքով ցանկացած մասնագիտություն էլ ունի իր դժվարությունը, կարևորը լավ մարդու կին լինելն է իմ կարծիքով։ Իմ բախտը այդ հարցում հաստատ բերել է։ Մենք բոլորս Արտուրի հումորի զգացողության մասին գիտենք, կա այնպիսի մի ժամանակակից լեզվով ասած պրանկ, որ նա քեզ հետ արել է ու մինչև հիմա հիշում ես ծիծաղդ գալիս է։ Ճիշտն ասած չկա տենց պրանկ, բայց կա մեկը, որ ես եմ արել Արտուրի հետ։ Ապրիլի 1-ին Ղազախստանում ենք այդ ժամանակ ապրում, զանգեցի, կեսկատակ ասեցի, գիտես, մենք բալիկի ենք սպասում, այդ ժամանակ կար մենակ մեր Վերոնիկան ու երկրորդը մեր մոտ սպասված էր։ Արտուրը շատ մեծ ոգևորվածությամբ ծաղիկներով, տորթով եկավ տուն, փաթաթվեց, շնորհավորեց, ասացի, բայց այսօր ապրիլի 1-ն է։ Ու դրանից երևի մի 15 օր հետո պարզվեց, որ իսկականից մենք մեր երկրորդ բալիկին ենք սպասում։ Իրականում ինքն էր պրանկի հեղինակը, փաստը։
Նրան միշտ ուղեկցել է ճանաչվածությունը եւ այդ հանրային ուշադրությունը քեզ շոյել է, թե խանգարել է ընդհանրապես կյանքում։ Իրականում ես ամեն տեղ ինձ շատ լավ եմ զգացել որպես Արտուր Եդիկարյանի կին, անգամ պատահել է որ փողոցում Արտուրը ինձ մի քանի քայլ առաջ քայլելուց ա եղել, նկատել են ինչ-որ մարդիկ, ասել են տեսար Արտուր Եդիկարյանը, ես այդ պահին ինձ բավականին լավ եմ զգացել, որ իմ դիմացով քայլողը իմ ամուսինը Արտուր Եդիկարյանն է, որին ճանաչում են։ Արտուր Եդիկարյանը խոհանոցում կամակոր է թե ոչ, դժվար է այդ առումով նրան սպասարկել եւ լինում է ինքն է որոշում ինչ որ բան պատրաստի իր ընտանիքի անդամների համար։ Արտուրը բավականին համեղ է պատրաստում, եթե պատրաստում է, իսկ գոհացնելը դժվար չի Արտուրին։ Բավականին հեշտ է իր հետ։ Մենք քեզ համար նվեր ունենք մեր հաղորդման հովանավոր Աստերիա դեղատների ցանցի կողմից Propola ֆրանսիական բրենդի կոսմետիկան է, այս ձեռքի քսուկը ձեռքերի մաշկի խնամքի համար եւ ռոլը աչքերի շուրջ մաշկը խնամելու համար։ Այստեղ կատալոգը նաև որտեղ ցուցադրված բոլոր ապրանքները կարող ես գտնել Աստերիա դեղատների ցանցի ցանկացած դեղատանը եւ իհարկե այս զեղչի քարտը Աստերիա դեղատների ցանցի ցանկացած դեղատնից օգտվելու համար։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ անկեղծության համար, մեզ հյուրընկալելու եւ մեր ժամանակ տրամադրելու համար։ Ես ձեզ եմ շնորհակալ։